Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Ոչ, այս հարուստ մարդկանց այս ամենը դուր չէր գալիս, նրանց դեմքերը խոժոռված էին, ճակատները կնճռոտ, իսկ աչքերում թշնամություն կար։ Դեռ որքան պետք է հետևենք նրանց։ Ես անընդհատ սրանով եմ զբաղված։ Մենք նրանց արգելեցինք, որ Հիսուսի մասին խոսեն։ Եթե սա շարունակվի, շուտով բոլորը կհավատան, թե Աստված է Հիսուսին մեռելներից հարություն տվել։ Պետք է բռնենք պարագլուխներին։ Սա իսկական փարիսեցու պահվածք էր, անել այն, ինչին իրենք են հավատում։ Սկզբում նրանք թույլ տվեցին, որ Հիսուսին խաչեն, իսկ հիմա ստիպում են, որ նրա աշակերտները լռեն։ Տաճարի պահակազորը մտավ ամբոխի մեջ։ Նրանք Պետրոսին և Հովհաննեսին կալանավորեցին և այդ գիշեր բանտում փակեցին։ Հաջորդ առավոտ նրանց հարցաքննեցին։ Ո՞վ է ձեզ ասել, որ պետք է քարոզեք։ Ինչպես եք կարողանում հրաշքներ կատարել։ Կաղ մարդուն նորից քայլելու ունակություն տալ։ Պետրոսը թույլ չտվեց, որ իրեն հարցաքննեն։ Նա քաջաբար ասաց. Դուք մեզ մեղադրում եք կաղ մարդուն օգնելու մեջ։ Հրաշքը Տեր Հիսուսի հավատքի միջոցով է կատարվում, ում խաչեցիք, եւ ում Աստված մեռելներից հարություն տվեց։ Միայն Հիսուսը կարող է մարդուն փրկություն տալ։ Աշխարհում ոչ մեկը չի կարող։ Դատավորները զարմացած էին Պետրոսի քաջությամբ և միմյանց հետ խոսեցին, թե ինչ անեն նրա հետ։ Ինչ անենք այս մարդու հետ։ Մենք չենք կարող հերքել այն փաստը, որ կաղ մարդը կարողանում է քայլել։ Բոլորը կարող են տեսնել դա։ Բայց մենք պետք է այնպես անենք, որ ուրիշները չլսեն դրա մասին։ Ուրեմն պարզապես կարգելենք նրանց խոսել Հիսուսի մասին։ Պետրոսին և Հովհաննեսին կրկին ներս բերեցին։ Հեյ դուք, այլևս Հիսուսի մասին քարոզելու իրավունք չունեք։ Հասկացա՞ք։ Մենք ակնկալում ենք, որ հնազանդվեք այս հրամանին։ Թե չէ։ Բայց Պետրոսը իր և Հովհաննեսի փոխարեն պատասխանեց. Դուք իսկապես ակնկալում եք, որ Աստծո փոխարեն ձեզ ենք հնազանդվելու։ Մեզ համար անհնար է լռելը։ Մենք Հիսուսի հետ շատ բաների միջով ենք անցել, եւ հիմա պետք է ուրիշներին էլ պատմենք նրա մասին։ Նրանց ևս մեկ անգամ նախազգուշացրին, որ լռեն, և բաց թողեցին։ Մենք պետք է մարդկանց փոխարեն Աստծուն հնազանդվենք, ինչպես Պետրոսն ու Հովհաննեսն արեցին։ Մեզ հետ կարող ես կապվել hypocrite@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։